Ապագան կանխորոշվում է տեխնոլոգիաների ներդրմամբ, դրանց հետ հարաբերվելու ձևերի որդեգրմամբ եւ այդ գործընթացները կառավարելու կարողությամբ։ Սիլիկոնյան սարեր 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս տարվա գագաթնաժողովը կրում է արհեստական բանականության անատոմիա խորագիրը եւ հյուրընկալել է Հայաստանի եւ աշխարհի առաջատար տեխնոլոգիական, գիտական եւ նորարարական մասնագետների։ Վարչապետն իր ելույթում ընդգծել է, որ կառավարության քաղաքականությունն ուղղված է տեխնոլոգիաների եւ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն աջակցելուն։ Երբ ասում ենք տեխնոլոգիաներ, պետք է արձանագրենք, որ մենք չենք խոսում ինչ-որ աննախադեպ բանի մասին։ Իհարկե յուրաքանչյուր տեխնոլոգիա ինքը աննախադեպ է, բայց տեխնոլոգիա երևույթը որպես էություն եւ որպես բովանդակություն քաղաքակրթությանը ուղեկցող մշտական գործընթաց է եւ տեխնոլոգիաների զարգացումն է անդադ գործընթաց։ Հիմա մենք խոսում ենք արհեստական բանականության մասին, բայց process-ը ամբողջական հասկանալու համար մենք պետք է օրինակ արձանագրենք, որ գյուղատնտեսությունը ժամանակին, երբ որ մարդը որդեգրում էր գյուղատնտեսություն եւ արդեն սովորում էր բուսաբուծություն, օրինակ, դա տեխնոլոգիա էր։ Չնայած մի քանի հազարամյակների զարգացմանը, հիմա գյուղատնտեսությունը զարգացման նոր էջ է բացել իր համար, որովհետև ի հայտ է գալիս արդեն ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի մեջ արդեն բազմաթիվ ենթազարգացումներ են տեղի ունենում։ Խոսելով ժամանակակից տեխնոլոգիաներից, մասնավորապես արհեստական բանականությունից, վարչապետը շեշտել է դրանց նկատմամբ հանրային ճիշտ ընկալում ձևավորելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում դեռ ընթանում է տեխնոլոգիաների ընկալման ձևավորման փուլ, եւ այդ ընթացքում կարևոր է հանրությանը ներկայացնել ոչ միայն տեխնոլոգիական նորությունները, այլև դրանց կիրառման իմաստն ու նպատակը։ Վարչապետի խոսքով բոլոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերում են ռիսկեր, որը սակայն չի նշանակում, թե պետք է դրանցից հրաժարվել։